Պատկերացրեք, որ այն լոտոն, որը կրպակից եք առել, շահող լոտոն էր։ Դուք այն եզակի մարդկացից եք, ով շահել է 2 միլիոն դրամ։ Այդպիսի մարդ կարծես թե չկար կամ ամբողջ Հայաստանում մեկ նման խաբեությունները շատ էին։ Ինչու խաբեություն, որովհետև շատ հաճախ մարդիկ մտածում են, որ լոտոն, հենց հայկական լոտոները, դրանք զուտ խաբեություններ են եղել, որպեսզի մարդկացից գումար կորզեն։ Շատերը դրա պատճառով վաճառել են իրենց ոսկեղենը, իրենց ավտոմեքենան եւ նույնիսկ բնակարանը։ Լոտոն խաղամոլություն է թե ոչ, այսօրվա թողարկման ժամանակ խոսելու ենք հայկական եւ առհասարակ ինչ կամ որտեղից է առաջացել լոտոն, ովքեր են ամենամեծ հաջողությունները ձեռք բերել կամ նույնիսկ պարտվել։ Իսկ մեկնաբանությամբ կխնդրեմ լինեք շատ ակտիվ, քանի որ սա նոր ֆորմատ է, որը փորձարկում եմ ալիքում։ Հուսամ ինձ այսքան շաբաթներ կորելուց հետո չեք մոռացել եւ մեծ սիրով կդիտեք ու կտարածեք տեսանյութը։ Կտրուկ ես մարդը։ Ես ինչա։ Պարզվում է լոտոն ժամանակակից երևույթ չէ։ Դեռ Չինաստանում հին դարում լոտո օգտագործել են։ Նո, այդ ժամանակ լոտոն ուրիշ տեսք է ունեցել, բայց կայսրությունը լոտո օգտագործել է։ Այն ժամանակ դա կոչվում էր սպիտակ աղավնու տոմս։ Առաջին հիշատակումները դա մեր թվարկությունից առաջ 200-ականներն է, քանի որ Չինաստանի կայսրությանը գումար էր անհրաժեշտ պատերազմներին գնալու եւ հսկական կառույցներ ստեղծելու համար, նրանք որոշում են հարկերը բարձրացնել։ Սակայն քանի որ ժողովուրդը կմբոստանար, չինացի չինովնիկները որոշում են, որ դա պետք է արվի շատ յուրահատուկ տեսքով, ավելի կոնկրետ խաղի տեսքով, որտեղ մարդը կամավոր կերպով կկարողանա գումար շահել չնչին հավանականությամբ։ Այդ ժամանակ դա կոչվում էր ոչ թե լոտո, այլ սպիտակ աղավնու տոմս։ Ինչու, որովհետև շահող թվերը քաղաքից քաղաք էին տեղափոխում փոստային աղավնիները։ Պատմաբանները պնդում են, որ հենց այս ամեն ինչի միջոցով է, որ ստեղծվել է չինական մեծ պատը, այսինքն մարդիկ հարկերի միջոցով, ավելի կոնկրետ չէ, հարկերի չէ, լոտո խաղալու միջոցով օգնել են պետությանը, որ ոչ միայն նա ստեղծի բանակ հզոր, ստեղծի հզոր կառույցներ, այլ ուղղակի կառավարի նրանց ֆինանսները, իսկ ժողովուրդը հույս ունենա, որ մի օր միգուցե եւ շահի մեծ գումար։ Հետո խաղը հասավ հռոմեական կայսրություն։ Հուլիոս Կեսարը լոտո էր կազմակերպում Հռոմի փողոցները վերանորոգելու համար։ Մրցանակները երբեմն գումար չէր, այլ ստրուկներ կամ տներ էր։ Ավելի ուշ միջնադարում Եվրոպայում լոտոն դարձավ ազնվականների զվարճանք, ապա պետական կառավարման մեքենա, իսկ Ֆրանսիայի թագավորները 16-րդ դարում օգտագործում էին լոտոն բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Հիմա տեղափոխվենք մեր օրեր։ Եթե ասենք լոտո, ավելի շատ մեր ծնողները կամ նույնիսկ տատիկ-պապիկները դա կասոցացնեն սովետական միության հետ, բայց լոտոն իրականում ավելի հայտնի է նույնիսկ մինչ օրս ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում կատարում է լոտոյի ամենամեծ շահումները, ամենամեծ կորուստները, եւ այդպիսին էր 2022 թվականի շահումներից մեկը, որը ուշադրություն 2 միլիարդ դոլար էր կազմում։ Նման տոմս շահելու շանսը 292 միլիոնից ընդամենը մեկն էր, եւ այդ հաջողակը կարողացավ շահել 2 միլիարդ ԱՄՆ դոլար, որը ամբողջ աշխարհի պատմության մեջ առաջին եւ երևի թե միակ ամենամեծ շահումն է, որը տեղի ունեցել լոտոյի միջոցով։ Հաղթողի անունը Էդվին Կաստրո էր։ Նա միջին հասակի սովորական տեսքով տղամարդ էր, ով ապրում էր Կալիֆոռնիա նահանգում։ Նա որոշեց վերցնել գումարը միանգամից, թեկուզ հարկերը հետո գոյացան ու մի փոքր կրճատվեց, բայց 2 միլիարդ դոլարից նրան 997 միլիոն դոլար կանխիկ պետությունը տրամադրեց։ Այսինքն պատկերացրեք մնացած մասը ուղղակի հարկեր վճարվեց։ Ու ինչպես շատ հաճախ է տեղի ունենում, նրան նկարահանում են, բոլորը սիրում են Կաստրոյին, բոլորը երկրպագում են եւ նախանձում են։ Կաստրոյի հետևից սկսվեց իրական որս։ Կաստրոն ուղղակի պահանջված էր բոլոր նահանգներում, այն մարդիկ, որոնք կկարողանային գտնել Կաստրոյին, կդառնային միանգամից միլիոնատեր։ Այսպիսով մի տղամարդ, ում անունը Խոսե Ռիվերա է, դատի տվեց Էդվինին։ Սկսվեց դատական մեծ գործընթաց, սակայն այն կազմակերպությունը, որը լոտոն ստեղծել էր եւ տրամադրել էր, նրանք տեղադրեցին տեսանյութը, որտեղ երևում էր պարզ, թե ինչպես է
Էդվին Կաստրոն գնել լոտոն եւ շահել։ Այսպիսով Խոսե Ռիվերան ուղղակի ենթարկվեց հասարակական ծաղրի նման պահվածքի համար։ Կաստրոն այլևս չէր կարող սովորական կյանքով ապրել։ Նա անմիջապես գնեց 3 շքեղ առանձնատուն, որոնցից մեկը մոտ $25 միլիոն արժեր։ Հետո գնեց մի քանի սպորտային մեքենա, իսկ հիմա նա ուղղակի 24/7 անվտանգության հսկողության տակ է, քանի որ վախենում է իր կյանքի համար, չի կարողանում հանգիստ շարժվել եւ միշտ վախը սրտում սպասում է երբ են հարձակվելու եւ գողանան իր մնացած գումարը։ Հաջորդը ծանոթացեք Էդի Տիպտոնն է։ Նա ղեկավարում էր ամենամեծ լոտոների առք ու վաճառքը, նրանց ստեղծումը A-ից մինչև F, այսինքն բոլոր տեղեկատվությունների նա անձամբ տեղյակ էր։ Տիպտոնը հենց այն մարդն էր, ում աշխատանքն էր ապահովել, որ պատահական թվերի գեներատորը լինի անկեղծ եւ պատահական։ Սակայն 2010 թվականին Էդի մտքով մի բան անցավ։ Նա գիտեր համակարգի ամեն մի կոդ, նա գրեց մի փոքրիկ, գրեթե անտեսանելի կոդ, որը դարձավ վիրուս եւ տեղադրելով այն լոտոյի սերվերի մեջ կարողացավ ակտիվացնել եւ մի քանի օր շարունակ գեներատորը ստեղծում էր այն թվերը, որոնց միջոցով նա կարողացավ շահել ուղիղ 16.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Քանի որ Տիպտոնը հենց ինքը աշխատակից էր, նա իրավունք չուներ մասնակցելու կամ նման աֆյորա կազմակերպելու, որի պատճառով նա մի քանի անվամբ փորձեց փոխարինել հաղթողի անունը, նա նույնիսկ փորձեց Տեխասի կամ տարբեր այլ նահանգների միջոցով երկրից ուղղակի փախչել։ Սակայն ոստիկանները նրան կարողացան ճիշտ ժամանակին ձերբակալել եւ պարզ դարձավ, որ նման հանցագործություն նա ուղղակի մի քանի տարի շարունակ է արել եւ ոչ ոք ոչինչ չի իմացել։ Սովետի ժամանակ շատ հայտնի էր Հայաստանում մի քանի լոտո, որոնցից առանձնանում է հիմնականում ընտանեկան լոտոն կամ ընտանեկան զառը։ 200,000 դրամ։ Ցանկանում եմ բոլորն էլ առնեն եւ շահեն։ Այս ուրախությունը բոլորի տանը լինի։ Նրանք շատ մեծ հայտնություն ունեն եւ վայելում են մասսայական սեր, որտեղ մարդիկ անընդհատ տարբեր նվերներ են շահում, որը կարող է լինել ոչ միայն գումարը, այլ նաեւ մանր կենցաղային տեխնիկա։ Առաջին հեռուստատեսային վիճակախաղը ընտանեկան լոտոն սկսվեց 1999 թվականին եւ դարձավ ազգային իրադարձություն։ 2001 թվականին Հայաստանում հայտնի դարձավ մեկ այլ վիճակախաղ, որի ժամանակ մարդը ուղղակի ծածկանյութը ջնջում էր եւ տեսնում՝ շահել է թե ոչ։ Սա բերեց մի նոր հիվանդություն՝ փողային մոլախաղ, որի պատճառով էլ շատերը սկսեցին տարբեր առարկաներ, ինչպես նաև իրենց տունը կամ թանկարժեք իրերը վաճառել, գրավ դնել, որպեսզի կարողանան նոր տոմս գնել։ Ինչպես հասկանում եք, լոտոն կարող է առաջացնել կախվածություն։ Սոցիալական հարթակների մեդիայի միջոցով լոտոն մի փոքր իր այսպես ասած տեսքը փոխեց։ Ավելի շատ վերածվեց գեմբլինգի, մեզ արդեն հայտնի բոլորիս տարբեր կազմակերպությունները, որոնք շատ ակտիվորեն տարածված են, գովազդվում են ու լիքը պատանիներ, ես ինքս նույնիսկ տեսել եմ, թե ինչպես են ավտոբուսի մեջ անընդհատ խաղում, որպեսզի գումար վաստակեն։ Իհարկե նրանց երբեմն հաջողվում է, բայց հիմնականում դա արվում է այն նպատակով, որպեսզի հետագայում դուք ավելի շատ գումար ծախսեք եւ դառնաք նրանց զոհը։ Այսպիսով մեկնաբանություններում գրեք, արդյոք հիշում եք լոտոների մասին, ինքներդ որևիցե շահում ունեցել եք թե ոչ, եւ հակված եք այն կարծիքին, որ լոտոն նպաստել է խաղամոլության զարգացմանը։ Շնորհակալություն, այսօրվա տեսանյութը այսքանն էր, հուսամ այս ֆորմատը հավանեցիք, մեկնաբանություններում կսպասեմ ձեր կարծիքին։